Բավականին երկար ժամանակ արդեն ընդեղ ենք, կարևորը սա նորմալ է, մնացածն էլ ժամանակը ցույց կտա։ Բոլորի կողմից բարևում ենք մեր հարազատներին, մեր ընտանիքներին, մեր հայ ազգին։ Մենք ստեղ ենք, որ իրանք հանգիստ քնեն ու թող վստահ լինեն, որ ամեն վարքյան պատրաստ ենք մեզ իրանց պաշտպանել, մեզ էլ հետը։ Մենք ստեղ ենք դրա համար։ Հիմա էլ Բարսանում ենք շատ մարտական տրամադրված, իջել ենք մի 2 օրով հանգստանալու, արդեն երկար ժամանակա պոստերում էինք։ Դե կապ չունի ինչքան ժամանակ ընդեղ կմնանք, ինչքան ստեղ, կարևորը որ միշտ էլ պատրաստ ենք։ Դե միշտ մարտական ոգով եմ Բարսանում, ինչպես եւ իմ ընկերներս, հա։ Ինչ ասեմ, կարևորը բարեհոգեբանական վիճակը շատ կայուն է ու Աստված մեզ հետ։ Մնացածը ասում ժամանակը ցույց կտա։ Պատերազմ ենք գնում, բարով գնացեք, Վարդանի արյունը ձեր մեջ իմացեք, նոր կազմավորված հայոց բանակի, քարաջին զինվորներ, բարով գնացեք։ Մեր զորավարի, մեր երկրապահ միության վարչության նախագահի Արցախի հերոս գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հետ գտնվում ենք Արցախում։ Այստեղ ենք, որպեսզի պահպանենք մեր սահմանները։ Մենք եղել ենք զինվորի կողքին, կանք եւ մնալու ենք զինվորի կողքին այնքան ժամանակ, ինչքան որ պահանջվում է։ Մեր զինծառայողները, մեր բանակը այսօրվա շատ հզոր է, ու իրոք դա ես չեմ կարա ժխտեմ, ոչ մեկը չի կարա ժխտի, մեր տղաների աչքերի մեջ նայում եք ժամկետային զինծառայողների թե սպաների թե կայծեր է թափում, կայծեր, պատրաստ են ամեն րոպե, թշնամու հետ կռիվ տան, հաղթեն, մեր զինվորները շատ հզոր են ու հերոս տղեկ են սաղ։ Ուրեմն տագնապը ստացել ենք զորավարի հրահանգով, որ Արցախին մենք թշնամին նորից փորձում է ներխուժել, առանց որևէ քայլ մտածելու մի անգամից եկել ենք։ Ստանալով զորավարից հրահանգները, հրամանները, մոտ 24 օր կատարել ենք այն աշխատանքը, որը պարտավոր էինք անելու, հետո նորից զորավարի հրամանով տեղափոխվել ենք ստեղ արդեն 25-ին։ Հիմնական մեր նպատակն է, որ մենք թշնամին չմտածի, որ արդեն չի կարա մտածի, որովհետև ինքը այդ մեր բանակի կողմից դաժան հարվածքեր է, որ դե կայնած են 18-ից 20 տարեկան մեր կրտսեր եղբայրները, սպաները, նորից մինչև 30 տարեկան ավագ լեյտենանտ տղերք, բարձրաստիճանները, որոնք կանգնած էին մեր շարքային զինվորի կողքին։ Մենք էլ այսօր եկել ենք, նորից զորավարի հրամանն է, որ մենք դարձել ենք բանակի շարքային զինվոր, ենթարկվելով նույն սերժանտին կամ կրտսեր սերժանտին։ Մեր նպատակը մեր հողն է։ Մի տարբերություն այդ ադրբեջանցու կամ այդ որ ասում են իգիլի, թուրքական սպեցնազի, մյուսի, տարբերությունը նա է, որ մենք մեր հողն ենք պահում, որ մենք մեր հայրենիքի համար ենք անում, իրանք նորից ուզում են ներխուժել։ Դե մենք պատրաստ ենք ամեն ինչի, երբ ցանկանան։ Ուրախ եմ, որ տղուս հետ կանգնած եմ սահմանին ու ինքը ծնվել է Քալբաջարի գրավման օրը։ Իր հենց ծնունդի օրն էլ պատերազմը նորից ամսի 1-ի 2-ի գիշերը սկսվեց ու այնց բաներ, որ չէի կարա մնայի, պետք է հասնեի ստեղ։ Չէի սպասում, անակնկալ էր իմ համար, բայց դա մի հատ ուրիշ պահ էր, որ ոչ մեկ չի կարա, որ չի տեսե այդ ամեն ինչը բացատրի։ Քառօրյա պատերազմում այն ցույց տվեց, որ մենք ոչ մի ձև չենք պարտվի կամ ասենք չենք հանձնվի, մենք կանգնած ենք ու եկան հասան մեր երկրապահները, մեր կամավորական ջոկատները ու տարբեր ջոկատներ եկան հասան մեզ ու մեզի դուխ տվեցին ու դրանով ապացուցեցին, որ մենք ու ապացուցում ենք, մենք էլ ապացուցում ենք, որ մեր դարպասները անառիկ ենք պահելու։
Ես էլ կամավորական եմ երկրապահից, եկել ենք մեր երիտասարդներին աջակցելու, դուխ տալու, որ չհուսահատվեն, հույս ունենան ու քաջ լինեն մեր այդ կողքին, մենք էլ իրանց հետ միասին ապրեն իրանք, որ միջև այսօր կարացել են այդպես, չնայած զոհեր տալով, բայց կարացել են պահեն դիրքերը, հալել է իրանց, ապրեն, լավ դուխով են, կարում են կռվեն, կարում են պաշտպանվեն, կարում են մտածեն մեր հայազգի մասին։ Բանազուրեցի է, ծառայում եմ 14 թվից մինչև հիմա 16 թիվելի պայմանագրային զինծառայողը։ Ես դիրքերս պահում ենք էլի ամեն ձևի, պատրաստ ենք մեր հայրենիքը պաշտպանել ամեն ձևի։ Արունի գնով իրանք են էլի սկսել ամեն ինչը, բայց ոչ մի արդյունքի չեն ասել էլի։ Մեկ ամենք ուժեղ ենք, ուժեղ կմնանք։ Մեր հասարակությունը ամեն ձևի օգնում է, զորքին սաղ երկրներից ամեն տեղից տիրապետում են, թե տայքո մարդիկ, թե մնացած աշակերտ, փոքրից սկսած մինչև մեծ էլի, սաղ օգնում են, մնացած սաղից շնորհակալ եմ։ Արդեն ընտելացանք այդ ամեն ինչին, պատրաստ ենք էլի, ինչ էլ լինի պատրաստ ենք, սպասում ենք։ Միասնական լինեն, հանգիստ լինեն, դե մենք էլ պատրաստում ենք էլի։ Ողջույններ սաղին, նամանավանդ իմ ընտանիքին, ընկերուհուս, գալու եմ էլի, այդքան է։ Սեր production, սերոժնես production-ի քաշն, ազգությամբ ես հայ, ասեմ ձեզ մի հատ փայ, ես մամայի բալա չեմ, հայստեղ եմ իմ պապայ, հայ, հայրենասեր, հայրենիքիս բազայնուտի դեպն եմ, ես իմ ազգի չլավացած անաուսո խոսով դեպն եմ, մեծացել եմ Ղարաբաղում, բամբի տարած թաղում, Քյորփավախվանից տեսել եմ մենակ կռիվ ու թաղում, տեսել եմ ոնց է սնարյադը մարդուն մեջ տեղից ճեղում, հիշում ենք ոնց են Քյորփավախ տարունի մեջ լողում, ես ծեն եմ իմ ազգի, բողոքն եմ հայ ազգի, ես էլ ու ծառան եմ հայ հերոսների դրվածքի, լուբոյ վախտին պետության մահապարտ եմ պարտադիր, եթե դուք հայ եք, ուր եմ լսեք ուշադիր, մենք չենք չոգցրել ենք, չենք վախցրել ենք, ворցերին պատժել ենք, մեր ու մանուկ միշտերել ենք, կայացել ենք, մնացել ենք, ապացուցել ենք, որ լահնդի ոչ մեկին չենք փորձը վնստանք, բայց սա մի դողում են, սա մի խրատ, արին արա խփի, որ մեզ տեղը բերեն, սա մոռացել եք ով ենք մենք, ովքեր են հայերը, հələ մի հատ տեղը բերեք, արա սաղի տիրոշ մեր արքայատոմ ազգա, արա հայությունն է, մաքուրը ճիշտ են կերտել, մեր դարերի պատմությունը, բնությունը մեզ տվել է դուխ ու ձիգ կամք, ոնց ուզենանք այդպես կանենք, քանի շնչում ենք ու կանք, եղանակ փոխի այսօր, թքած հետո ի վրա, եթե հայ ես հայ, ուրեմն ինպես խոդ արա